Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ իմ եղբայրը եւ մայրը գնացել էին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որպեսզի քվեարկեին եւ այնտեղ որոշ իրենց լրագրող անվանող մարդիկ որոշել էին, այսպես ասած, որս կազմակերպել իմ ընտանիքի անդամների նկատմամբ, որպեսզի սադրեն որևիցե գործողություն, բնական է որևիցե լրատվություն կամ որևիցե ինֆորմացիա ստանալու նպատակ չուներ, Ժողովուրդ օրաթերթի Թագուհի Թովմասյանի Ժողովուրդ օրաթերթի երկու լրագրողը իրանցից մեկը տպել էր մի լուսանկար, պրինտեր արել մի լուսանկար եւ 70 տարեկան մորս փորձում էին ինչ որ բանով սադրեին եւ ինչ որ նյութ ստանային, ինչի այս ամեն ինչը տեղի ունենում, որովհետեւ շատ մեծ մրմուր եւ կսկիծ կա այդ լրատվամիջոցի ներկայացուցիչների մոտ, որովհետեւ նախ եւ առաջ իրենք զրկվել են ազգային ժողով մուտք գործելու հնարավորությունից եւ երկրորդը այսօր ես հրապարակել եմ նաեւ թե ինչպես է մեր ձևով շարժման ներկայացուցիչը մեղմ ասած հրահանգ տալիս թե ինչ նյութ պետք է տեղադրել Արմլուր կայքի իրանց Facebook-յան էջում եւ դա հրապարակել եմ կսկիծն ու մրմուրը հանգիստ չի տալիս իմ մասին արդեն ինչ հնարավոր է գրել են մի 80 անգամ 5 տարի առաջվա կասկադի դեպքն են նշել ամեն անգամ այդ նույն հարցը տալիս են ենթադրում եմ որ դա ինչ որ բան է փոխելու չգիտեմ բոլոր հնարավոր տեղերում որտեղ կարելի է Ալեն Սիմոնյան վերնագիր գրել իրենք դա այդ ժանսը բաց չեն թողնում դիմում են ինչ որ իրավապահ մարմիններին ինչ որ հարցերով եւ այլը եւ մի հետաքրքիր բանել են անում սրա մասին երբեք չեմ խոսել բայց այդպես մի ոչ ունեն խառնակցություն եմ անվանում հիշում եք բանը Մանվել գեներալ Մանվելը մի հայտնի տեսանյութ կա որ ասում է հա Թագուհի ասում է ասա տենա պետք է մի մուտի տանես դու ասա Թագուհի մեկը մուտի բդանես ասա այդ խառնակցությունը անելը դա ես պետք է ասեմ որ իրոք գտնվում է ամենաբարձր մակարդակում իրենց մոտ թիմի անդամներին իրար դեմ լարել իրար թիմի անդամներից փորձել խոսք քաշել փորձել ընկեր ձևանալ եւ ինչ որ ինֆորմացիա սուտ ինֆորմացիա ինչ որ տենց ակնհայտ ինֆորմացիա տրամադրել ասել բա չիմացար բա այս ինչ մարդը քո ձեր կուսակցությունից ձեր մեջից sense բանը ասել եւ դրա հիման վրա խոսակցություն կառուցել այս ոճը պահող այս լրագրողները իդեպ այսօր շատ պետքա ասեմ որ այսօր նաեւ պարոն Քոնջորյանը շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր ձևով իր տեղը ցույց տվեց այդ լրագրողներից մեկին, որը որ կպչուն տենց եկել էր պարոն Քոնջորանին հետապնդում էր եւ էլի մանիպուլյացիաների ձևով փորձում են պարոն Քոնջորանի նկատմամբ ակնհայտ կեղծ լուրեր կպցնել գտնվում է նաեւ հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ իմ պացիենտը համեցեք Ձեզ առողջություն եմ մաղթում, դուք կլավանաք, ես ձեզ խոստանում եմ, որ դուք կառողջանաք, ես ձեզ խոստանում եմ։ Եվ եկել են եւ հարձակվել են այս անգամ էլ իմ ընտանիքի անդամներին այդ նույն բանը վրեժխնդրությունը իրականացնելու։ Հիմա ինչի մասին է այս եթերը եւ ինչ եմ ուզում ասած լինել։ Ուզում եմ լինի Թագուհին, ուզում եմ լինի մեկ այլ այդ հին լրատվական, այսպես ասած, դաշտի լրատվական թիշն է դրա լրատվական, չգիտեմ, դաշտի ներկայացուցիչները պետք է մի բան իմանան, որ այդ գործիքը չի աշխատելու։ Ես ու իմ ընկերները գտնվում ենք պայքարի մեջ, քաղաքական պայքարի մեջ, մենք գիտենք ովքեր են մեր դեմ, ինչ փողեր են ծախսում, ինչ մենարկներ են կիրառում, ինչպես են իրանք ներողություն եմ խնդրում, պետք է ասեմ, իրանք իրանց ճղում որպեսզի մեզ վնասեն։ Մենք ես իմ ընկերները չենք վախեցել այդ պատվիրատուներից, երբ որ իրենք իշխանություն են եղել, եւ չենք վախենում եւ չենք անհանգստանում։ Մենք գիտենք, որ մենք մտել ենք նախընտրական շրջան, որտեղ անկանոն կռիվ է գնալու եւ մենք թե հոգեբանորեն, թե մեր
հանգստությամբ դրան պատրաստ ենք։ Ձեր գրառումները, ձեր թերթի, ձեր այդ ռոպագանդան, այդ ամեն ինչի վրա դուք փող եք ծախսում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց մերժել է, 2018 թվականին է մերժել, եւ եթե ձեզ թվում է, որ, չգիտեմ, կարևոր է, որ դուք ինչ-որ հոդված եք գրում, ինչ-որ բան եք ասում, որպեսզի մեզ խառնեք եւ լրատվությունից դուրս եկեք եւ մտել եք սադրանքի դաշտ, այդ սադրանքները ինչ-որ բան են փոխելու կամ, չգիտեմ, ներկուսակցական գործերում է ինչ-որ բան փոխելու, դուք չարաչար սխալվում եք։ Դուք այս գալիք ընտրությունները, այդ լրագրողներին եմ ասում, են մարդկանց, ովքեր իրենց լրագրող են անվանում, բայց զբաղված են սադրանքներով եւ սեփական շահերը առաջ տանել, դուք այս ընտրությունները արդեն վաղուց պարտվել եք։ Գնացեք, զբաղվեք ձեր գործերով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է, նույնիսկ ձեր լրատվականների, ձեր տեղադրած նյութերի տակ արդեն ակնհայտ մարդիկ գրում են ու ասում են այն ամենը, ինչը որ իրականություն է եւ տալիս են իրական գնահատականը։ Նենց որ շարունակեք այդ չգիտեմ ինչ բառ օգտագործել, այդ նյարդային ձեր գործունեությունը, սադրանքներ իրականացնելը, պրոպագանդիստ հանդիսանալը, այլ ուժերի եւ ֆինանսական շահերի ծառայելը։ Մեզ մեկ է, մեզ եւ հայ ժողովրդին մեկ է։ Դուք գերագնահատում եք ձեր ով լինելը Հայաստանի Հանրապետությունում։ Դուք գերագնահատում եք, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, իմ մասին եւ ձեր մասին ամեն ինչ գիտեն, նենց որ զբաղվեք ձեր գործերով։ Կհանդիպենք ամսի 8-ին, հունիսի 8-ին, ընտրություններից հետո։ Ձեզ բոլորին լավ օր եմ ցանկանում։